Հա, սիրելիներս, բոլոր քրիստոնյաներս այստեղ ենք իրար օգնելու, մեր փորձով, մեր գիտելիքներով, հիմնված ուղղափառ հավատքի վրա եւ մեր սրբերի ուսուցման, եւ առանց դրա մենք չենք կարող։ Ինչու՞։ Որովհետեւ հոգեվոր աշխարհը այնքան բարդ է։ Ահա հիշենք Օրեգանը, որ հունարենի թարգմանիչն էր առաջին, եբրայերենից Աստվածաշունչը բացառիկ շնորհքի տեր մարդ եւ նա էքսկոմունիկատվեց եկեղեցուց։ Ինչու՞։ Որովհետեւ սկսեց խորանալ այն բաների մեջ, որ իրեն չէր տրված, ինչպես թե երկինքը քանի շերտ ունի, մենք կարող ենք միայն այն կողմային աշխարհների մասին անել մեր հետևությունները հիմնված աստվածաշնչային տեղեկությունների վրա, ինչպես մենք գիտենք մի քանի ընդհանրապես հրեշտակ Ռաֆայել, Գաբրիել, Միքայել, ավելին մեզ չի տրված հասկանալու։ Ինչու՞։ Որովհետև տեսանելի եւ անտեսանելի աշխարհները այնքան բարդ են, որ ահա մենք չենք կարող նորմալ զգոն միտք պահել, եթե դա տրվի մեզ հասկանալու։ Այսինքն մենք չափով ենք։ Իդեպ ես ասեմ, որ ահա դուք նայում եք, ես նույնպես նայում եմ ֆիլմ, եւ դու տեղափոխվում ես այդ իրականության մեջ, դու կտրվում ես այս իրականությունից։ Այսինքն մենք պետք է անգամ խուսափենք դրանից։ Եվ ամենակարևորը սիրելիներս, ես ուզում եմ նորից այս մասին ես խոսել եմ եւ նորից պիտի խոսեմ, բացարձակապես երազներին մի հավատացեք։ Հիմա դուք կասեք, բա ինչպես Աստվածաշնչի 5 տականում այդքան երազներ են տեսնում բոլորը եւ Աստված առաջնորդում էր նրան։ Աստվածաշնչի երևույթները եւ մարդկանց հարաբերությունը Աստծո հետ այլ էր։ Աստված խոսում էր հատուկ մարդկանց հետ, որոնք հատուկ շնորհքի տակ էին, ինչպես Մովսեսը, որը կրակը խոսեց Մասրենուն վառվող եւ Աստված այդ կերպ էր պահում այդ կապը մարդկանց հետ իր մարգարեների։ Սակայն Քրիստոսից հետո մենք Քրիստոս ինքը բանականություն է։ Մեզ տրված է ամեն ինչ հասկանալ բանականությամբ։ Եվ իհարկե բացառված չեն այն ինչ որ կոչվում է տեսիլ։ Դուք կնայեք մեր գրաբար ոչ անգլերենի թարգմանությունների մեջ, բայց գրաբարի տեքստերի մեջ դուք կտեսնեք երազք, որ ասում է 5 տականներում եւ ասենք Սուրբ Հովսեփը որ տեսնում է հրեշտակին, այդ մասին ասում տեսյալ, տեսիլ, տեսնում ես դու։ Եվ դա իրական է, սիրելիներս։ Դու տեսնում ես լույսը, ահա լույսը կանգնած է քո կողքին եւ լույսը խոսում է քեզ հետ։ Հարթմանն է դու տեսնում ես դա։ Իսկ ինչ է երազը։ Կարող է լինել հիվանդագին տպավորություն, նույն այդ տեսած ֆիլմերի կամ այս կյանքում քո շատ ինչպես թե ինչ որ մի բանի մեջ շատ ակտիվ միտք ես ունեցել եւ հոգիդ դրա մեջ է, պետք է լրիվ խուսափել դրանից։ Այսինքն դրա համար մենք քնելիս միշտ ասում ենք Տեր, դուր մեզ խաղաղ գիշեր, աներազ։ Որ այդ երազները իրենցից ոչինչ չեն ներկայացնում։ Աստված ձեզ հետ խոսում է բանականությամբ եւ հիմնականում սրբերի ուսուցումով եւ իհարկե ձեզ տալիս է հասկացողություն, բանական հասկացողություն ինչ պետք է անել։ Իսկ ասենք, եթե պետք է ծայրահեղ դեպքում նորից Աստված մեր չաթի ընկերը չէ։ Ահա մեր դու Գորիայում 40 տարի է Աստված խոսում այս երեխաների հետ, Աստված չի խոսում, դա դևն է խոսում։ Աստված երևում է, երբ բացարձակ ուրիշ կերպ, բացի թե ուղղակի հրեշտակի հայտնությունից, որ քեզ ասի մի բան։ Եվ ասածն էլ չես կարող հասկանալ երբեմն։ Մի անգամ կյանքում կամ երկու անգամ։ Եվ դա իր մեջ ունի շատ մեծ խորհուրդ,
քո ամբողջ հետագա կյանքի համար։ Ես կարող եմ այստեղ շատ բաներ բացել, Աստված այնքան ողորմած է, երբ որ ես Քրիստոսի անուն անգամ չեմ լսել, եւ ահա որքան հայտնություններ ես ունեցա Քրիստոսի, ինչու, հենց այնպես հո չի աղել, իմ փոքրիկ տղան 10 տարեկան մահանում էր, արդեն քանի 40 օր ջերմությունը չէր իջնում, եւ ահա այդ գիշեր լսեցի, կանչեց ինձ, մոտեցա, լրիվ ջերմությունը անցել էր եւ ինքը տեսել էր Քրիստոսին, մամ, Քրիստոս մտավ մեր տուն, շատ բոլոր կարմիր շորերով, խոսեց, այսինքն թե կարմիր շորերով Քրիստոս մտավ մեր տուն, ասաց մամա թող չխոսի եկեղեցում եւ Սուրբ հաղորդության խորհուրդն էր Պաստորեն հարցրել, որտեղ այդ ժամանակ արդեն երեխաս բարձրանում էր խորան, բայց հետո տարիներ հետո ես հասկացա ինչ է այդ կարմիր հագուստը, իմ որդին ընտրված էր որպես մարտիրոս, նույն այս առաքելական եկեղեցին իր ամբողջ կազմով նպաստեց, որ տանեն իրեն այլ ճանապարհով, քան թե իմ կամքն է, հիշեք, որ մոր կամքն է երեխայի համար առաջինը, եւ նա ով որ մտնում է մոր կամքի եւ երեխայի միջև բաժանելու, նա անիծված է Աստծուց, եւ իհարկե դուք գիտեք, բոլորդ իմ անիծված եք, նրանք ովքեր ընդդիմացան ինձ եւ կործանեցին իմ որդուն, բայց այդ կարմիր շորերը նույն Գողգոթայի ճանապարհի խորհուրդն էր, որ ես տարիներ հետո հասկացա, նույն կերպ երբ ես Երուսաղեմում էի, բարձրանում ենք Տաբոր լեռը եւ տեսա Քրիստոսին, զուգահեռ քայլում էր, ինչ էր դա երազ էր, ոչ, դա տեսնում ես բնական, եւ դա էլ ինձ համար շատ տարօրինակ էր, որ ես տեսա Տաբորի վրա Քրիստոսին, սպիտակ կատնագույն շորերով, եւ ահա հենց այդ պահին իրենք արդեն ձեռնարկել էին սատանաների լեգիոնը կործանելու են որդուն, եւ նա արդեն սկսեց իր Գողգոթայի ճանապարհը այդ պահից, Աստված ինձ նախապատրաստում էր, ես գրել եմ այդ մասին, շատ մանրամասն, ինչու եմ գրում սա, գրում եմ սա ասելու, որ Աստված հենց այնպես քեզ չի երևում, մեծ խորհուրդ կա, եթե ես այդ տեսիլները չհիշեմ, չվերլուծեմ, ես հիմա խելագարվել եմ, որովհետև այն ինչ արեցին իմ որդու հետ, ապա մարդ հարցնելով նրան, մահը գերադասելի է, եւ ահա, որպես մայր ես չէի կարողանում դա տանել, օրը 3-4 անգամ ուշաթափ էի լինում, բայց ես կարողացա հաղթահարել, որովհետև մենք կարող ենք մեր ամեն ինչը զոհել Քրիստոսին, բայց այն ինչ որ արեցին իմ որդու հետ ուղեղը հանելով եւ չիպավորելով, դա նոր դարի սատանայի հարձակումը, որին մենք ոչ մեկս պատրաստ չենք, նորից եմ ասում, գերադասելի է մահը, քան թե այդ վիճակը, սատանան կարող է բռնել մարդկանց խաբել եւ միշտ չէ որ մարդիկ հասկանում են, դրա համար պետք է նորից ունենաս մեծ հավատք եւ հասկանաս թե այսօրվա այս բժշկակ գիտությունը ուր է տանում մարդուն եւ շատ մեծ վտանգներ կան այնտեղ, որ դուք պետք է հասկանաք, սիրելիներս, ինչ եմ ուզում ասել, չհավատակ այն մարդկանց, որոնք մշտապես խոսում են, թե Աստված երևաց իրենց խոսեց, այս ասեց, այն ասեց, Աստված ամեն ինչ ասել է, ալֆան եւ օմեգան, Աստված է, մեր սրբերի միջոցով, եւ այդ սրբերը նույնպես Գողգոթան անցած մարդիկ են, իրենց կյանքով, եւ ահա, մեզ պետք է ուժեղ լինել, բոլոր պարագաներում, ուժեղ լինել եւ եթե Աստված պահանջում է քեզ քո ամեն ինչը, վերցնում է, դու պետք է հասկանաս, որ դա արվում է ամենամեծ բարիքի համար, ամենամեծ նվերն է ստանալու Աստծուց, ինչքան շատ է զոհաբերում, այս միտն է, որ
Այս վերջերս ծանոթ եմ ամերիկացի կաթոլիկ մեկին կա, որի դուստրը մեկը մահացավ տարիներ առաջ, մյուսն է հիմա մահանում, եւ երբ որ ես իրեն հարցնում եմ ինչպես է ստանում այս վիշտը, գիտեք ինքը ինձ ինչ ասաց, ես այնքան երջանիկ եմ, որ հիմա Լաուրան պիտի մեռնի եւ ազատվի այդ չարչարանքներից, ոսկորների քաղցկեղոնի, մշտապես ցավի մեջ է։ Ես մնացի ապշոց, որ մայրը երջանիկ է տեսնելու իր տարապող աղջկան մահացած, ազատված եւ փառավորված։ Սա էլ է հավատք իհարկե, բայց մի քիչ մեր հայկական զգացմունքների աշխարհին մոտիկ չէ։ Սքալն էլ ի վերջո չափի մեջ մարդկային է։ Բաներ կան, որ ես ոչ թե դատում եմ, պարզապես ես չեմ հասկանում որոշ բաներ։ Մենք ունենք կանոն 40 օրից ավելի չի կարելի սքալ մահացածի համար, կամ երբ մարդը պիտի մահանա, քաղցկեղ ունի կամ թե ինչ, մենք աղոթում ենք, որ նա լավանա։ Մի խոսքով, սրանք հարցեր են, նույնիսկ եմ ասում, ես չեմ դատում ոչ մեկին, բայց մենք նաև բնական մարդիկ ենք։ Այսինքն, եթե ունենք բնական թուլություններ, Աստված դա հասկանում է։ Եվ օրինակ ինձ համար իմ ծնողները մահացան շատ մեծ ցավ էր, բայց ինձնից ավագ քույրս երբ որ մահացավ, ես միջև հիմա ես ամաչում եմ դրա համար, բայց ես չեմ կարող կոնտրոլ անել։ Պատահում է, որ օրը մի քանի անգամ հիշողություններ են գալիս եւ ես լաց եմ լինում։ Մանավանդ, որ գիտեմ, որ ինքը երկնքում է, անգամ գիտեմ իր տեղը, որտեղ միտքս ու հոգիս այդքան կապված է իր հետ։ Բայց Աստված ինձ մեղադրում է, գնամ խոստովանվեմ, ասեմ, գիտեք, ես երբ մահացավ 2005 20 տարի առաջ մահացած քրոջս վրա սքում եմ, ինքը չի ասի այդ մեղք է եւ թողություն չի տա։ Բնական է դա։ Հասցրելիներս։ Հիմա ես ուզում եմ ասել, եթե դուք ունեք բնական անմեղ թուլություններ, դա տանելի է։ Բայց միշտ հիշեք, ամեն մի սնոտիապաշտություն գալիս է, ինչպես թե փոս է, որի մեջ դու կանգնես, թակարդ է։ Այս դիվական թակարդ է, որ եթե դու ընկնում ես, դրան պիտի հաջորդի մեկ այլը, բացարձակ կտրիր, երազին հավատալը, ի վերջո սատանան ժամանակից դուրս է եւ նա շատ խելացի է, քո խոսքով, քո պահվածքով ինքը գիտի քեզ ինչ կարող է սպասվել, ինչ կարող է սպասվել։ Այդ տեսանող այս բախտագուշակները կապվում են սատանայի հետ, ասելու քեզ թե ինչ պետք է լինի, կամ կլինի, կամ չի լինի։ Բայց նորից դա արվում է սատանայի միջոցով։ Ոչ մի գուշակություն չկա, գոյություն չունի այդպիսի բան։ Միշտ պետք է մենք հիշենք, որ մեր վաղվա օրը կախված է մեզնից։ Ինչ ուզում ես երկար ապրել, խնդրիր Աստծուն, ասա Տեր, խնդրում եմ ինձ 120 տարի կյանք տուր։ Ինչու՞, որովհետև սա պիտի անեմ, սա պիտի անեմ, սա պիտի ամեն ինչ ես ծրագրել եմ, խնդրում եմ ինձ այդքան կյանք տուր։ Գիտեք ինչ, եւ ինքը կտա։ Քեզնից է կախված։ Քո վաղվա օրը, քո կյանքում ամեն ինչը, եթե բարի է քո մտադրությունը։ Բայց եթե դու վստահում ես ինչ-որ մի տգետի, որ իրեն կախարդ է, գուշակ է, տեսանող է, եւ ձեր անգամ հեռուստատեսության ալիքներով ես նայում եմ, մնում եմ ապշած, իբր թե տեսանող, այսինքն գուշակ, սատանայապաշտ, գլխից դուրս է տալիս եւ 100,000 մարդ նայել է։ Սա ինչ բան է, լսեք, դուք կանչու եք, դուք մուսուլման եք, դուք ինչ տեսակի ազգ եք, ես մեծամասնության մասին եմ խոսում։ Ուղղափառ մարդ ինչպես է, ես անգամ ռուսական եկեղեցում սնոտիապաշտությունները նկատում էի։ Եվ մնում եմ զարմացած ուղղակի։ Ինչպես կարող է մարդ իրան թույլ տա գերազի հավատալ, ինչ-որ մեկը մի հատ հինդուս այդ ինչպես են կոչվում այդ գլուխները կապած սինգ փողոցում ինձ հանդիպեց եւ ինձ մոտեցավ ասում է
ես պիտի հիմա մի կարևոր բան ասեմ քեզ, ուշադիր լսի, թե դու որքան կարևոր ես եւ ինչ պետք է անես եւ պիտի հիմա ես քեզ ասեմ թե ինչ պիտի պատահի ասեցի stop it բացարձակապես ասեցի ես քո կարիք չունեմ որտեղ ես եմ որոշում ինչ պիտի անեմ եւ ստանում եմ Աստծո օրհնությունը դրա համար եթե իմ որոշում բարի է եւ դրանից հետո սկսեց ինձանից էլ այսինքն տեղ չտաս որ սատանան քեզ բռնի ոչ իսկ մի ինչ ոչինչով սատանային թույլ չտաս որ քեզ բռնի բայց մեր ժողովուրդը բաժակները շուռ տալիս ուրեմն կամ աղի բլիթ է ուտում եւ դա անում է լսեք անհարմար է ես նորից ձեզ հիշեցնեմ սա ինչ է տգիտություն է դա սովետի ժամանակ այդպիսի բան չկար անգամ սա մի սարսափելի երևույթ է որի պատասխանը ես չունեմ ինչ ասեմ բայց երբ որ ես մատենադարանում եմ եւ տեսնում եմ երազահանության գրված եպիսկոպոս Եսիմոմից աշխատություններ մնում է ապշոց իրապես այս քրիստոնեությունը այս քրիստոնեական եկեղեցին չի կարող լինել քրիստոն եթե անգամ մի տոկոսով նա շեղված է որովհետև Աստծո հավատքը եւ Աստծո երկրպագությունը 100% պետք է լինի կատարյալ չկա այդպիսի բան 10% լինել քրիստոնյան կամ 90% դա պետք է լինի 100% Աստված չի ծաղարվում ասրելնես նորից ես զգուշացնում եմ այսօր այդ էթնիկ այդ օրիջինները որ բոլորը գալիս են սատանայապաշտությունից դիվական ոգիներից մերժել նաև երազները լրիվ մերժել եւ տեսիլը դա երազ չէ տեսիլը դա հրեշտակի այցելությունն է որը հատուկ բանն է ձեզ ասելու անznապես կարող է եւ անznական չլինի ինչպես Սուրբ Բեռնադետին շատ սրբեր ունենք որոնց հրեշտակը ասում էր ահա գնա եւ արասա Պողոս Առաքյալն հրեշտակը երևաց Քրիստոսի տեսքով որովհետեւ Քրիստոսի միայն արարածը կարող է տեսնել արարածին այսինքն թե մենք կարող ենք միայն հրեշտակի միջոցով կապվել Քրիստոսի կամքի հետ բայց Քրիստոսին տեսնել իր փառքի մեջ ոչ մեկս չենք կարող չխաբվեք ասիրելներ եղեք կողափառ եղեք բանական որովհետև մեր Աստվածը բանական է